Իշխանություն լրատվականի հարգելի հետևորդներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղ առավոտյան իրավապահները, այս դեպքում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հետ միասին Ռոբերտ Քոչարյանի տանը խուզարկություն են իրականացրել, խուզարկել են նաև Քոչարյան ընտանիքին պատկանող այլ վայրեր, այդ թվում նաև Լևոն Քոչարյանի տունը։ Մենք այս պահին գտնվում ենք Ռոբերտ Քոչարյանի տան բակում, այս պահին նախագահ Քոչարյանը գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեում, ինչպես տեսնում եք ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տան բակում են, խուզարկությունը շարունակվում է։ Այստեղ ազգային ժողովի պատգամավոր Ագնես Ախամոյանը, ինչու հենց այսօր սկսվեց այս ամենը։ Դե ինչ պետք է ասեմ, շատ կանխատեսելի էր, ելույթից հետո անմիջապես արձանագրում արեցինք, որ ուժայիններին անմիջապես գործի են դնելու, դրա մասին նաև իշխանություն լրատվականը հրապարակում ունեցավ, շատ կանխատեսելի գործելավոճ է, ես պարզապես մի բան կասեմ, այսօր ազգային ժողովում ելույթի ժամանակ էլ իմ բնականաբար Նիկոլ Փաշինյանի տակից եթե հանես քննչականը, հակակոռուպցիոնը, դատախազությունը, ուժային կառույցները, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, հիմա այստեղ նաև ԱՑ-ի տղաներն են գտնվում, ինչ կմնա տակը։ Կամ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ բոլորին բանտարկելով, բոլորին այսպես հետապնդումների ենթարկելով ժողովրդի կարծիքը իր մասին փոխվելու է։ Ինքը թող մտածի, որ բազմաթիվ ծնողներ ինչ են մտածում իր մասին ամեն գիշեր քնելուց ու արթնանալուց, այսքան բան։ Այս պայդրությամբ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն իրականացվում, մեր գործընկերների մի մասը այնտեղ են նաև գտնվում, այլ հասցեներում, բիզնեսներում, որտեղ որ մասնաբաժին ունեն Քոչարյանները, այդ բիզնեսներում խուզարկություններ իրականացվում։ Ես կարծում եմ որևէ մեկի համար զարմանալու բան չի, անակնկալ չի, սպասելի էր։ Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ այսպես հմայքի մեջ է, իրեն ուժայիններով եւ իրավապահ կառույցներով ուժեղացնում։ Իսկ տեղեկություն ունեք, ինչ եղանակով են տարել Ռոբերտ Քոչարյանին, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվածը։ Հակակոռուպցիոն կոմիտեն է այստեղ եղել, նաև Լևոն Քոչարյանի բնակարանում են հիմա հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, գործը հակակոռուպցիոն կոմիտեի տիրույթում է, գործի թե ինչ գործի շրջանակներում չգիտեմ, բնականաբար հետաքրքիր էլ չի, ակնհայտ է մի փաստ եւ ամենակարևոր արձանագրումը դա է, որ Լևոն Քոչարյանի երեկվա հարցից հետո Նիկոլ Փաշինյանը ամբիոնից բոլորի աչքի առաջ իլուր աշխարհի ուղիղ հրահանգներ եւ ցուցումներ տվեց իրավապահ ուժային կառույցներ։ Ես կարծում եմ այստեղ որևէ այսպես բացահայտում անելու անհրաժեշտություն չկա եւ ակնհայտ է, որ չգիտեմ ինչ գործի շրջանակներում է, բայց ակնհայտ է, որ այդ գործողությունները, այն գործողությունները, որ հիմա կատարվում են Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի ամբիոնից ուղիղ ցուցումների հիման վրա։ Եվ սա ժողովրդավարական, ճակերտավոր ժողովրդավարության բաստիոն Հայաստանի Հանրապետությունում։